Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 19-ի համար, օրը 5-շաբթի է, աշխատանքային օր է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 19-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը երկեսանի մարդիկ կան առավոտյան շատ շուտ, նոր աշխատանքի վայրում են կամ ինչ-որ տեղ, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, սա նաև հանգիստ է, որ դուք հանգստի կարիք ունեք, հանգստացեք կամ այդ երկեսայինները չեն թողնում, որ հանգստանաք կամ ինչ-որ խնդիր կարող է կա։ Նաև կարող է մի փոքր վատ առողջ եք և իբրև թե ձեզ խնամում են, համենայն դեպս երկերեսանյան է, ինչ-որ մի բանի համար են դա անում։ Ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որովհետև ժամի հետ կապված այստեղ ինչ-որ մի բան ձեզ այնպես դուր չի գալիս, կամ շուտ եք արթնանալու, կամ ուշանում եք պայմանավորված ժամից, նման հարցերում պետք է շատ ուշադիր լինեք, կամ ժամ եք ուզում փոխեք, ինչ-որ մարդկանց եք ուզում ասեք, որ այդ ժամին գա աշխատի ձեր փոխարեն, ասում են չէ, ինչ-որ մի բան է, որը որ ձեզ տխրեցնում է։ Եվ հետո դրանից հետո նոր հաջողություն ունեք։ Կարող է ինչ-որ մի պահ է, որը որ ձեզ տխրեցնում է, հետո արդեն կարգավորվում է ձեզ մոտ ինչ-որ մի բան և դռներ են բացվում։ Այն ինչը, որ չէր ստացվում, այն ինչի համար, որ տխուր է, կարող է հենց դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, խաղաղ օր։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 19-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան ինչ-որ մի բան է այստեղ փակ, ինչ-որ մի բան չի ստացվում։ Նաև դա ձեզանից է կախված բացելը, թե կկարողանաք անել, թե ոչ։
Տան հետ կապված որոշ իրադարձություններ հնարավոր է կան, կամ տուն եք գնում, տուն եք վաճառում, հնարավոր է նաև առիթ է կամ ձեր տանը կամ պետք է գնաք, կամ տան հետ կապված յուրաքանչյուր բան կարող է տեղափոխություն եք անում, կարող է ինչ որ մի գործողություններ եք անում։ Նաև որևէ մասնագետի կարող եք դիմել այդ օրը կամ խոսել որևէ մասնագետի հետ, եւ խոչընդոտներ կան այստեղ, սպասում եք ինչ-որ մի բանի, բայց չի գալիս կամ չի լինում, ինչ-որ մի բանի եք սպասում, այդ սպասելն է խոչընդոտ հանդիսանում, կամ չկան, հա, ոնց որ եթե ինչ-որ մարդու եք սպասում չկա, եթե ինչ-որ բանի եք սպասում դեռևս չկա։ Խոչընդոտներ կան, որպեսզի դա լինի, կամ ինչ-որ մեկը գա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 19-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ մասնագետի հետ կամ իր ասածների հիման վրա կարող եք տատանվել, ծանր ու թեթև անել, ինչ-որ մի հարցեր, նաև իրար հետ կարող եք ինչ-որ մի բան քննարկել, հա, այդպես էլ ծանր ու թեթև անել։ Նաև դա կարող է կապված է աշխատանքի, բիզնեսի հետ, կամ արդյոք գնաք աշխատեք, արդյոք սա անեք, եթե հաշվապահ եք կարող է ձեր ով որ ձեզ դիմել է իր հետ քննարկեք ինչ-որ մի բաներ։ Սա նաև կարող է հարցազրույց է, որտեղ որ ձեզ առաջարկներ կարող են անել աշխատանքի հետ կապված, եւ դուք ծանոթ անեք արժե, թե ոչ, կամ ժամերը, հա, ինչ-որ բան։ Եվ հիվանդանոցում այստեղ ինչ-որ մարդիկ ունեք, կամ ծննդաբերում է, կամ պարկած է, կամ ինչ-որ մեկը վատ առողջ է, իր համար պետք է գնաք, օրինակ դեղ գնեք, նմանատիպ ինչ-որ վայրեր։ Նաև ոմանք կարող են իրոք ընդունվել այդ օր աշխատանքի կամ շատ աշխատանք ունենաք եւ դիմեք օրինակ ձեր տնօրենին ինչ-որ մի բանում օգնելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 19-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանք կարող են սիրահարվել, ոմանք իրենց սիրելի մարդկանց տեսնեն, հուզվեն, արտասվեն նաև, կարող են ձեզ սիրո խոստովանություն անել, եւս հուզվեք կամ դուք եք հուզված, որ պետք է ինչ-որ մեկին սիրո խոստովանություն անեք։ Նույն դեպս հուզմունքը կապված է կամ ձեր սիրելի մարդկանցի հետ կապված է կամ ձեր հենց սիրելի Եվ երկեսաների պատճառով որոշ բաներ կուշանան ձեզ մոտավորապես 3 ամիս կուշանա կամ իրենք չեն արել կամ ինչ-որ մի բան են խառնել իրար։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների Ինչ է սպասվում առուսներին հունիսի 19-ին։ Հարգելի առուսներ, ինչ-որ շատ բաներ չեն ընկել, երկերեսանի մարդ է ընկել, որը որ կարող է ձեզ հույսով անել կամ ձեր հույսերը խափանել, կարող եք հույսներ դրել եք իրա վրա, բայց ինքը երկերեսանի է եւ ոչինչ չանի, ոչինչով չօգնի, կամ ինքը ձեզ ինչ-որ ոնց որ հույսով եք, որ ինչ-որ մի բան կլինի եւ ինքը այնտեղից այնպեսի մի բան անում, որ դուք հույսներդ կորցնում եք։ Ամենայն դեպս եթե ինչ-որ մեկի վրա եք ձեր հույսը դրել, ու որ թեկուս աննշան կասկածում եք, մի բան արեք։ Թեկուս եթե ինչ-որ գործարք այդ օրը պետք է կնքեք, եւս մի փոքր ուշադիր եղեք, պայմանագրերը կնքելուց, ստորագրելուց անպայման ուշադրություն դարձրեք, նաեւ ինչ-որ մի գաղտնիք կարող է բացահայտվել։ Փուչքի նման այդպես պայթի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ նաեւ ինչ-որ մի բան է փակ։ Այստեղ ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում, կարծես թե։ Ինչ-որ մի բան չի ստացվում, կամ ոչ է տղայի հետ է դա կապված, ինչ-որ տղայի պետք է դիմեք, կամ հենց այդ հույսն է, որ հույսով եք, որ ինչ-որ մի բան կլինի, նա կանի, ինչ-որ մեկը, բայց սա երկերեսանի է։ Պետք չի այդ օրը ոչ ոքի վրա հույս դնել։ Այսքանը ձեզ համար, հիմա արդեն ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 19-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը հեռախոսազանգ կստանաք եւ երկար սպասված ոչ է նորություն, հա, հեռախոսազանգի միջոցով են ձեզ հայտնում։ Նաեւ հաջողություն ունեք այդ օրը, կարող է այդ զանգն է ձեզ հաջողություն բերում, կարող եք տատանվել, ինչ-որ բանի մասին մտածել, ծանրութեթև անել այն ինչ-որ կա, այն ինչ-որ ձեր շրջապատում կատարվում է այդ պահին, հա, ինչ-որ երկար սպասված էր։ Լուսավոր մի բան տեղի կունենա հնարավոր է աշխատանքի հետ է դա կապված, բիզնեսի հետ է կապված, որից որ բավականին շատ կուրախանաք եւ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք ունենան կամ ինչ-որ կողմից պատվեր է, որը անում եք եւ գումար կստանաք կամ գումարը արդեն կծախսեք այդ օր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 19-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, որոշ գործեր կարող են առաջ գնալ, զարգանալ եւ անմիջապես օծեր կան։ Կամ այդ օրը այդ օծերը չեն թողնում դրանք առաջ գնան, զարգանան, կամ առաջ խաղացումից հետո է, հա, առաջանում իրենց մոտ այդ նախանձությունը, այդ իրենց պահվածքը, այդ իրենց օծությունը կնկատեք։ Երեկոյան ուշադիր պետք է լինեք, որովհետեւ այստեղ կտրուկ կամ վեճ է կամ ինչ որ մի աննշան փոքր մի բանից կարող եք իրարից նեղանալ, կռվել ձեր զույգի հետ, ձեր հարաբերությունը, հա, կարող է նաև ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ։ Ամենայն դեպս ուշադիր եղեք։ Կարող է եւ այդ օծերից էլ է գալիս, չեմ կարող հստակ ասել, բայց ընտանիքի անդամները մեկը մյուսին կարող են նաև վիրավորել, կպնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 19-ին։
Հարգելի կարիչներ, բավականին խառը է։ Այստեղ որից է երկերեսանի անձնավորություն, ձեր մտքերը կփոխի, ձեզ այդպես կարող է ինչ-որ մի բան արդեն փոփոխի ձեր մտքերը, ուրիշ ձև սկսեք մտածել եւ դրանից էլ կարող եք բախվել խոչընդոտների, դրանից էլ կարող է ինչ-որ մի բան ուշանա, նաեւ հետո հույս կունենաք, հույսով կլինեք, որ հաջողություն կլինի, հաջողություն ի վերջո կլինի, կամ հաջողությամբ այդ ամենը կավարտվի։ Ինչ-որ մի բան կանգնած է եւ կամ այդ երկերեսանիների պատճառով է կանգնած, կամ ինչ-որ մի բան են ասում, կամ դուք եք կանգնում, բոլորի մոտ կային այսօր այդ երկերեսանի մարդիկ, չգիտեմ ինչու, եւ ընդհանրապես եւ օծերը եւ երկերեսանիները բոլորի մոտ կային։ Ձեզ հեղափոխում է այստեղ եւ դրանից է կարող է խոչընդոտներ առաջանալ, դրանից է կարող է հենց եւ դուք կարող եք հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Դրանից հետո արդեն ամեն ինչ կսկսվի, այստեղ խոչընդոտներ եւ ինչ-որ մի բան կուշանա արդեն ստիպված։ Նա կարող է ձեզ ասեն, օրինակ հիմա ուր ես գնում, հետո կգնաս, մի ժամից գնա, ինչ-որ միտեղ կարող գնում եք, հետո գնում եք արդեն ուշ է լինում, կամ ասում են ինչի ես ընդունում, մի ընդունի վախենալու է, հետո գնում եք ընդունում եք արդեն ուշ է։ Ինչ-որ մի բան է, որը խոչընդոտներ են, որոնք որ կանգնած են այդ օրը ձեզ մոտ եւ հույս ունեք, որ ամեն ինչը առաջ կգնա։ Նաեւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ոմանք բանկե, ուսման կենտրոն, հիվանդանոց, հետո պետք է գնաք, կամ այնտեղից ունեք նաեւ հաջողություն, հա, ոմանց մոտ դա կարող է նաեւ այդպես լինել։ Ուշադիր եղեք, որ այդ հնարավորությունը ձեր ձեռքից բաց չթողնեք, որովհետեւ ձեզ կարող են հեղափոխել։ Եվ տան հետ կապված որևիցե իրադարձություններ են, ոմանք տուն են գնում, վաճառում կամ առիթ է, նաև դա կարող է լինել ինչ-որ տան մեջի իրերի հետ կապված ինչ-որ բաներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 19-ին։ Հարգելի աղեղնավորներ, օրը երկակ է, ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի բանը փայք է ձեզ մոտ այդ օրը, ինչ-որ մի բան նաև առաջ կգնա։ Համենայն դեպս առաջ խաղացումը, այստեղ նամակ կարող եք ստանալ, տեղեկատվություն կարող եք ստանալ, դրանից ինչ-որ մի դրանից հետո ինչ-որ մի բան առաջ գնա, զարգանա։ Եվ իսկ մյուս կողմից այստեղ կամ աշխատանքն է փակ, օծերի պատճառով ինչ-որ մի բան այնպես չի, կամ ինչ-որ մեկ ու այլ բան է, կամ չեք կարող աշխատանք գտնեք, կամ հենց աշխատանքի վայրում կարող ինչ-որ մի բան այնպես չի, ինչ-որ մի բան այնպես չի ստացվում։ Հենց այդ օծերի պատճառով եւ նաեւ կարող եք վիճել։ Այստեղ վեճել կա, կամ այդ օծերի հետ կարող եք վիճել, կամ մեկ այլ մարդկանց հետ։
Եվ օրվա վերջ այստեղ բարի լուր կստանաք, ոմանց մոտ այստեղ հիվանդանոցից է բարի լուրը, կամ այնտեղ ծննդաբերում են, կամ ով որ հիվանդեր արդեն վիճակը կլավանա, կամ կարող է դուրս են գրում նաև տվյալ անձնավորության, որից է բարի լուրը, որը հենց այստեղ նաև հիվանդանոց կա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 19-ին։ Հարգելի աջեղջուրներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու քնից, կամ կարող եք քնած մնալ, ուշադրություն դարձրեք, կամ նաև կարող է վատառողջ եք, պարկած եք։ Օրվա ընթացքում ճանապարհ եք գնալու կամ որոշ մարդիկ կարող են ձեզ մոտ գալ։ Եվ զարգացում, առաջ խաղացում ունեք, նաև լավ լուր կարող եք լսել, բարի լուր կարող եք լսել, կարող է դրանից հետո է այդ ամեն ինչը զարգանում, առաջ գնում ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 19-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որոշ հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, լուծեք, ավարտեք։ Լինի դա հիվանդանոց, ուսման կենտրոն, թե նմանատիպ վայր։ Եվ ինչ որ հարցել նաև ձեզ տխրեցնում է, չգիտեմ, այդտեղի հետ է կապված, թե ինչպես, բայց ամենայն դեպս տխրեցնում է։ Հաջողություն ունեք ճանապարհ գնալու հետ կապված, կարող է ճանապարհը հաջողակ է, նաև ճանապարհ գնալը, կամ հաջողությամբ տեղ կհասնեք, կամ այնինչի համար որ գնում եք, այդպես այնտեղ լավ կլինի։ Նաև լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, աշխատանքի հետ կապված ժամեր են այստեղ կամ կփոխվեն ժամերը կամ
երկար պետք է աշխատեք կամ կարճ պետք է աշխատեք կամ դուք եք փոխում ժամերը կամ իրենք ինչ որ մի կամ պայմանավորվել եք կամ պետք է գնաք աշխատանքի մի փոքր ուշ ժամի ժամը ցույց է տալիս որ չուշանաք աշխատանքից եւ ոմանց սիրո խոստովանություն կարող են անել եւ տատանվում եք ընդունեք թե ոչ կարող է ժամադրությունը ոմանց մոտ սա ձեր սիրելի մարդիկ ոչ առաջարկներ կարող են ձեզ անել կամ իր այդ ինչ-որ բաներ քննարկեք, տատանվեք, այստեղ համ մտածեք, անեք թե չէ։ Դուք ձեր հարազատը, ձեր ամուսինը, կինը, այդպես։ Կամ ընտանիքի յուրաքանչյուր անդամ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 19-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոչ թե լավ լուր կլսեք, լուսավոր մի բան տեղի կունենա, որը որ ձեզ բավական շատ կուրախացնի։ Օրվա վերջ օձեր կան, որ օձերը կարող են նաև ձեզ նյարդայնացնել, մի փոքր գլխացավ ունենաք իրենց պատճառով կամ ձեզ վատ զգաք, կամ ուզում եք հանգստանալ, չեն թողնում, ինչ որ մարդ ձեր տեղը ոնց որ չի աշխատում, որ դուք գնաք մի փոքր հանգստանաք։ Ինչ որ մի բան է օձերի պատճառով կարող ուղեկի նաև ձեզ վատ զգալ։ Բոլորին օձեր ենք, այնպես որ մի նեղվեք, օձերի օրն է այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։